Դե այսօր մեր բանակի կազմավորման տարեդարձն է Լեոնիդ, պետք է բնականաբար սկսենք այս կետից։ Ուզում եմ հարցնել, ինչ փոխեց վերջին պատերազմը Հայաստանի ռազմական բալանսում։ 2020 թվականի նկատի ունեք իրադարձություն պատերազմը փոխեց նա, որ ունեինք դիսբալանս եւ ինքը ավելի ընդլայնվեց, որովհետեւ համ տարածքային լուրջ կորուստներ եղան, բացի դրանից մարդկային եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ եւ նույն ժամանակ Ադրբեջանը այդ չափի կորուստներ օրինակ զինտեխնիկայում չունեցավ եւ ինչ էլ ունեցավ մի քիչ կարողացավ կոմպենսացնել այն զինտեխնիկայով օրինակ պաշտպանական բանակի Ղարաբաղի, որը կարողացավ իրեն վերցնել, որը բավականին մեծ քանակի էր այդ 2020 թվականին։ Դրանից հետո մենք ունեցանք բավականին ծանր 2 տարի, ամենածանր երևի Հայաստանի պատմության մեջ ամենածանր 2 տարիներից, մեկ էլ երևի 90-ականների սկզբում այդպես ծանր ժամանակներ եղել, որտեղ փորձեցինք շարունակել Ռուսաստանի հետ եւ 2021 թվականին ամռանը օգոստոսին հայտնի է, որ բավականին մեծ ցանկով պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանի հետ, որ այդ բալանսը փորձել մի քիչ վերականգնել, բայց տարբեր քաղաքական պատճառներով եւ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գրեթե շատ սահմանափակ կարողացանք ապրանք ստանալ այդ պատվերներից եւ անցանք լրիվ ուրիշ մի մոտեցման 2020 եւ առաջացավ հապկի պատմությունը։ Այո, ես կասեի, որ այդ ամեն ինչը մի կոմպլեքս է, որովհետեւ համ զենքը չի գալիս, համ հապկից ասենք ճիշտը որ ասենք, չեսիմ երևի շատ բարձր ակնկալիքներ շատերս չունեինք, բայց համ 1, համ 2, համ 3 համ ստացվում է, որ ոնց որ դաշնակիցը նեյտրալ է մնում, իսկ պետություններ կան, որ ոչ դաշնակից են, ոչ որևէ հապկի հետ այդ հարաբերությունը մեզ խանգարել է, հետո է պարզվել։ Մենք այլ ռազմամթերք ձեռք բերելու այլ աղբյուրներ ունենայինք։ Այո, նաև դա եւ ստացվեց, որ այդ եմ ասում, ստացվեց, որ կա Ռուսաստան հապկ, որը պայմանագրով ամենամոտիկը պետք է լինեն, բայց պարզվեց, որ ամենահեռուն իրանց դրսևորեցին ավելի քիչ բարեկամական, քան ասենք Հնդկաստան, ԱՄՆ, չգիտեմ, Լեոնիդ, հիմա այդ հայ-ադրբեջանական ռազմական դիսբալանսը ինչ մակարդակի վրա է, մենք ուր ենք գնում, նրանք ուր են գնում։ Վերջին տվյալներով Ադրբեջանը նորից ավելացնում է ռազմական ծախսերը։ Այո, պետք է նշել, որ 2026 թվականի բյուջեն բավականին չնչին ավելացումով է 2025 թվականի իրանցը 25 թվականի հետ կապված, մերը ավելի ցածր է, քան 2025-ին։ 1.7 միլիարդ դոլար մոտավորապես այս տարի էր, 1.4, 1.5 2026 թվականին է։ Ստեղ երկու երկիրն էլ լուրջ աճ են ունեցել վերջի տարիներում, եթե Հայաստանի դեպքում դա մեծ մասամբ կապված է տնտեսության լուրջ աճի հետ, որ հնարավորություն է եղել այս 1.7 միլիարդը կամ 1.5 միլիարդը ունենալ, դա գրեթե 3 անգամ աճ է համեմատած նրա հետ, ինչ որ եղել է մինչև 2021 թիվ։ Եվ Ադրբեջանում մի քիչ ուրիշ մոտեցում է, իրանց բյուջեում չունեն են գումարը, որ հիմա ծախսում են, ասենց ասենք, եթե կարելի է այդպես ձևակերպել, 5 միլիարդ համարյա դոլար է 26 թվականի ռազմական բյուջեն, որից 3.5-ը իրանց բյուջեում կա, 1.5-ը ոնց որ բանից է, նավթային իրանց ֆոնդից է եւ տարբեր ուրիշ այս տարի մեկ էլ հետաքրքիր է, որ կրճատել են բյուջեում գրեթե բոլոր ուրիշ ծախսերը, մենակ ռազմականը, որ մի քիչ կարողանան ավելացնեն, այդ իրանք այդպես բաներ առաջ չէին։ Նպատակը հասկանալի է։ Նպատակը ինձ թվում է մի քանի նպատակ կա, այստեղ առաջինը
Կարծում եմ, որ մինչև հիմա Ադրբեջանում ահագին մարդիկ կան եւ նաեւ երևի ղեկավարությունում, որ հայկական ռևանշից վախում են։ Ասենց ասենք, ուզում են այնքան տարբերություն ցույց տան, միշտ որ ոնց որ մոռացեք, դա հնարավոր չի։ Երկրորդը ունենալ այդ պատերազմի քարտը մեկը ունենալ, բաղկված միտեղ հիմա լավ այսօր 1 տարուց, 2 տարուց, 3 տարուց երևի ոչ մի բան հավանականությունը այդքան էլ բարձր չի, բայց կարող է հանգարց մի օր գա, որ ինչ-որ հնարավորություն ունենանք եւ, չգիտեմ, փորձենք ինչ-որ մի բան էլ ստանանք։ Եվ երրորդը դա հիմա էլ ինչքան ավելի այդ դիսբալանսը մեծ կարողանան պահեն, այնքան իրանք միշտ ավելի ուժեղ խոսք են ունենալու տարածաշրջանում ինչ-որ հարցերի շուրջ քննարկումների ժամանակ։ Երևի 3-ը իրար հետ էլ գոյություն ունեն։ Շատ բան։ Եթե մի փոքր հետ գնանք, ես գոնե իմ հանդիպումները մեր պաշտպանունակության պատասխանատուների հետ փաստում էր մի բան, երբ որ հարցնում էիր, ասենք պաշտպանության նախարարին ժամանակին մինչև 2020 թվականը, թե Ադրբեջանը զինվում է այս զինատեսակներով, մենք ինչ ենք անում, մենք ասում էին, մենք այդ զենքերի հակակշիռն ենք ձեռք բերում։ Այսինքն դու հարցակողական, մենք այդ հարցակողականին պատասխանելու զենք ենք ձեռք բերում։ Չգիտեմ դա այդպես էր թե այդպես չէր, պատերազմը երևի այլ բան ցույց տվեց, մենք ինչպես էինք պատրաստվում։ Բայց հիմա ինչ ենք անում այդ հակակշիռը պահպանելու համար։ Հիմա ինձ թվում է կարելի է երկու փուլի բաժանել, առաջի փուլը սկսվեց 2022-ի աշնանը, սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ որ պետք էր ամեն ձևի վերականգնել գոնե ինչ-որ այն կորուստները, որ կար 20 թվականի պատերազմից հետո եւ բացերը, եւ սեղանին շատ առաջարկներ էլ Հայաստանը ունեն, հենց այդ առաջի փուլը մեծ մասամբ Հնդկաստանի հետ է կապված։ Արագ այտենց տարբեր կատեգորիաների զենք ու զինամթերք, երևի առանց շատ պլանավորում եւ երկար պլանավորում, բայց ուրիշ ճանապարհ այդ պահին չկար։ Հիմա այդ ժամանակ հրետանային միջոցների մասին էր մեծ քանակի գնում խոսքը, հակաօդային պաշտպանության եւ շատ ուրիշ տարբեր վերջերս հերթիրների մասին խոսեց Հնդկաստանը։ Դա այդ ժամանակվա գնումա, որը հիմա ստանում ենք, հա, եւ 25 թիվը եւ մասամբ 26 թիվը հենց այդ ամենաինտենսիվ վերազինումն է ստացվում, որովհետեւ այն պատվերները, որ արվել էին, ամենաինտենսիվ հիմա սկսել են գալ եւ անցած տարի։ Նույնն էլ հետո ֆրանսիական գործոնը ավելացավ բավականին արագ, իսկ հիմա մենք արդեն գրեթե ազատ շուկայում ենք գտնվում շատ ավելի շատ պետությունների հետ հնարավորություն։ Ազատ շուկայում մենք կարծես թե ընտրել ենք հնդկական ուղղություն։ Դե մենք այն ժամանակ ընտրություն էլ չունեինք, բայց համել Հնդկաստանը եղավ այն բարեկամ պետությունը, որը այդ ամենամեր համար դժվար ժամանակին ասաց, որ մենք ինչ ուզում եք ձեր հետ պատրաստ ենք աշխատել։ Կարճ է թե ասենք։ Ադրբեջանը հասկանալ է իսրայելական ուղղությունն է, իսկ հիմա ավելի է խորացնում այդ ռազմական դաշինքը։ Այս ուղղությունները իրար հետ մրցունակ են։ Դե Հայաստանի պարագայում հիմա ստացվում է, որ մենք արդեն իմ կարծիքով կարանք ԱՄՆ-ի հետ էլ քիչ-քիչ սկսենք աշխատել, օրինակ այս 2026 թվից ինձ թվում է մենք կարող ենք սկսել զուտ ռազմական տեխնոլոգիա դաժե Ամերիկայի հետ աշխատել։ Իսկ ես կարամ ասեմ, որ հիմա Հայաստանը գոնե երևի մի 6-7 երկրի հետ հնարավորություն ունի արդեն աշխատելու ու մեծ մասամբ դա եվրոպական երկրների մասին է խոսքը։ Բայց բալանսը խախտված է։ Խախտված է բնականաբար եւ մեր խնդիրը ինչու է դժվար, որովհետեւ գնացքը արդեն շարժվում է եւ ահագին առաջ է անցել, ես Ադրբեջանի մասին ու չի կանգնում էլ ինքն էլ է, չէ, շարունակում վերազինվել։ Մենք էլ պիտի հասնենք ունենալով ավելի քիչ ռեսուրսներ, այդտեղ միակ ձևը հասնելու այ իսկականից փորձել այդ հակաազդեցիչ տարբեր տեխնոլոգիաներից օգտվել, որը նշում էին, որ նախկինում այդ ասիմետրիկ լոգիկայով են աշխատել, ամենակարևորը ավելի էֆեկտիվ ծախսել այն
ռեսուրսները, որ մենք ունենք, ու պետք է նշել, որ այո, մեր ռեսուրսները ահագին ավելի քիչ են Ադրբեջանից, իսկական բանակի բյուջեն Ադրբեջանի մոտավորապես 4.2 միլիարդ է, մնացածը ուրիշ ուժային կառույցներինն է, ստացվում է, որ մոտավորապես 3 անգամ տարբերություն ունենք, այդ թվերի մեջ աշխատել հնարավոր է, եթե լինենք ավելի էֆեկտիվ։ Իրանի շուրջ զարգացումները կարող են Ադրբեջանին ստիպել զինվել։ Մասամբ կարող են, բնականաբար, բայց մենակ Իրանի մասին չի խոսք։ Ինձ թվում է Իրանի գործոնը օգնում է իրանց զինվել եւ օրինակ նույն Իսրայելի հետ հարաբերությունների այդքան բարձր մակարդակը վերջի ամենաերևի գլխավոր դերը դրա մեջ ունի այն, որ Ադրբեջանը հենց Իրանի ընկեր պետությունը չէ, ասենք ասենք։ Եւ օրինակ բավականին հայտնի է, որ Ադրբեջանի տարածքում Մոսադը բավականին ակտիվ գործում է հենց Իրանի դեմ եւ Ադրբեջանը դրա մասին գիտի, դա պայմանավորվածությունների մեջ է իրանց մեջ։ Լեոնիդ, ասում ես Միացյալ Նահանգների հետ հասկանալի է, դա ամենաարդիական շուկան կլիներ մեզ համար, բայց վերջին հաղորդագրությունները ամերիկացիները մեզ հետ մտադիր են բարձր տեխնոլոգիաների այդ ոլորտում մեծ համագործակցության, դա շատ լավ բան է, միանգամից ասեմ, վատ չի։ Միջուկային էներգիայի Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնություն է խոստանում։ Վաճառք, ոչ թե օգնություն ու բրոնեժիլետ են ասել ու մոտորանավակներ, բրոնեժիլետ կարող եմ վաղը Amazon, eBay-ից պատվիրեմ բերեմ Երևան, Ամերիկայից։ Դա ռազմական տեխնոլոգիա չի որպես ոնց որ մեր համազգեստը օրինակ համազգեստն էլ մենք ենք ընդեղից պատվիրում դրա մասին ինձ թվում է բաց տեղեկատվություն կա հիմա ինձ թվում է որ այդ ատոմային էներգետիկայի եւ միկրոչիպերի հետ կապված որ թեմաները առաջ են գնալու էլի առաջ են գնալու դա շատ հեշտացնելու է ռազմականի մեջ համագործակցությունը որովհետեւ օրինակ այդպիսի մեծ համագործակցություն ամերիկացիները նաեւ Իսրայելի հետ են Դե մենք հələ շատ հեռու ենք դրանից ինձ թվում է, բայց նկատի եմ որ ատոմային օրինակ էներգետիկայի պայմանագիրը, որը թույլ կտա այդտեղ օրինակ կառուցել ամերիկյան ռեակտոր, ինքը շատ ավելի ինձ թվում է լուրջ տեխնոլոգիա է, քան շատ ռազմական տեխնոլոգիաներ կոնե, ասենք ասենք լիքը բան կա, որ ավելի པարզ բաներ են, քան ատոմային ռեակտորը։ Ինչն է հետաքրքիր նաև։ Վերջին օրերը վկայում են, որ Եվրամիությունն էլ է թեքում դեպի հնդկական շուկա եւ ռազմական համագործակցության արդեն խորը այսպես արմատներ են գցում։ Երևի Եվրամիությունը հասկացել է, որ այդ շուկաների հետ ուղիղ կապ կամ հաջողություններ այս պահին հնարավոր չեն ունենալ։ Եվ Հնդկաստանն է մնում։ Հնդկաստանը ինչու է կարևոր, այդտեղ ու այդ դերը ինձ քիչ-քիչ ինքը սկսում է իր վերվերացնել, շատ էժան է արտադրել այնտեղ։ Իրանք օրինակի համար ինչ կարա ԵՄ-ն անի եւ շատ ընկերություններ ԵՄ-ից, ասենք ինչ որ օրինակ պատկերացնենք, օրինակ կա, որը արդեն գոյություն ունի։ Տրաջան թնդանոթը օրինակի համար դա Սեզարի փողն է դա ֆրանսիական հրետանի է, ասենց ասած, բայց դա արտադրվում է Հնդկաստանում ու ասենք իր գինը երևի 4 անգամ էժան է ավելի ստացվում կամ 3, քան եթե լրիվ Ֆրանսիայում լիովին արտադրվի։ Նույնը շատ ուրիշ բաների մասին կարելի է ասել, ինձ թվում է, որ դրա մեջ օրինակ ինչ որ չափով պերսպեկտիվներ կան։ Ոնց որ Չինաստանի նման ինչ որ մի այդպես խաղացող, որը ավելի լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ էլ, Ամերիկայի հետ էլ։ Դե Չինաստանը հիմա օգնում է նաև Իրանին։ Ինչ որ չափով ռազմական օգնությունը նկատելի է։ Դա բավարար է դիմագրավելու ամերիկյան։ Չեմ կարծում, որ այն ժամանակաշրջանում, որը եղավ այս հունիսի հարվածներից հետո մինչև հիմա Ռուսաստանն ու Չինաստանը կարող էին այնքան օգնություն ցուցաբերել, որ դա լուրջ փոխեր ինչ որևէ բան։ Ես գիտեմ ինչ են Ռուսաստանից ասենք ուղարկել, դա MiG-29 կործանիչներ են բանակի կազմից եւ պայմանագիր կա Su-35 կործանիչների համար, որոնք դանդաղ հիմա սկսում են գալ, բայց դա
24 օրինակ 24 հատի մասին է խոսքը գնում, որը 2 տարվա մեջ կարող է մատակարարվի։ 24 հատ սու 35, ասենք լավ 50 հատ էլ չինական կործանիչ պատկերացնենք, որ կա, որ չեմ կարծում, որ կա ճիշտն ասած այնտեղ։ Դա ոչ մի բան չի փոխում, ճիշտն ասած։ Շատ քիչ է մեկը համեմատած նրա հետ ինչ ԱՄՆ-ն ունի։ Ու բացի ունենալուց ոնց է կարում դա օգտագործել, շատ կարևոր է նաև։ Ինչ պատրաստություն ունեն։ Թրիփ հայտնի նախագծի անվտանգային ազդեցությունն ավելի բարձր քան թե տնտեսական։ Լավ հարց է, ինձ թվում է, որ Հայաստանի պարագայում երևի անվտանգայինը մի քիչ ավելի շատ կարող է լինել, որովհետև կարճ է դե Հայաստանում այդ մարշրուտը երկար։ Ինչ որ չափով գումարների մասին խոսքը կգնա, բայց ճիշտն ասած, ես որ տնտեսագետ չեմ, մի քիչ լավ չեմ, ես չունեմ հաշվարկ, թե ինչքան է օրինակ գրուզ անցնելով այդտեղով, ինչքան է այդ որ ասում են կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչքան է այդտեղով անցնելու, որովհետև ուրիշ ճանապարհներ էլ կան, որ այդ նույն կենտրոնական Ասիայից տանում են Եվրոպա։ Ռեալ կյանքում ինչքան տնտեսական էֆեկտ կլինի, կարծում եմ, որ հաշվարկներ անում են, բայց դա իմ ոլորտից բավականին հեռու է։ Անվտանգային ստեղ գլխավորը այն է ստացվում, որ ֆիքսվում է, որ դու ԱՄՆ-ի ոնց որ ունեցվածքն է, նաև 70%-ով եւ ոնց որ այն խոսակցություններին ահագին խոչընդոտ է, որ Ադրբեջանը ուզենա իր ուզածով դա վերցնի, անի ոնց ինքն է ուզում։ Դեպի ամենագլխավորը դա է, որ ԱՄՆ-ն այդտեղ շա ունի եւ գոնե այսօրվա ԱՄՆ-ի հետ, որը մեկ բավականին էքսենտրիկ է լինում եւ անսպասելի բավականին քայլերի դիմում, ինձ թվում է, որ ոչ մի երկիր, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի չափ չի ուզում խնդիր ունենալ։ Այդ նշանակությունը կունենա հավանաբար խաղաղության խորհրդում գտնվելը։ Դե նա ուրիշ բան է, այնտեղ էլ այն դեպքն է, որ երևի էլի Հայաստանի ու Ադրբեջանի չափի երկրներ հրաժարվել այդ առաջարկից չեն կարող ու ճիշտը որ ասենք Հայաստանի պարագայում երևի դա ճիշտ էլ չէր լինի հրաժարվել, որովհետև ամենաբարդ այդ որ ասում եմ 8 հատ կոնֆլիկտ է լուծվել, ինքը դրանից երևի 1.5-ն է իսկականից լուծել ու այդ մեկը Հայաստանն ու Ադրբեջանն են ու ամենաբարդ ու լուրջ դերը այդտեղ է եղել դրա համար մենք ընդե պետք է համաձայնվենք կարծում եմ։ Լեոնիդ, մեր ռազմարտությունաբերությունը մեր կարիքների որ տոկոսն է ծածկում, եթե կարելի է ասել, հա, այդպեսի բան։ Կարանք հաշվենք ձեր հետ մոտավորապես հիմա վերցնենք, որ 2022 թվականից շատ մոտավորապես $420 միլիոն տեղական ընկերություններից է գնում արվել, դա բաց հայտարարվել է 3 տարվա մեջ։ Շատ մոտավորապես էլ ասենք 2 միլիարդի դրսից է արվել։ Ստացվում է, որ բավականին լուրջ տոկոս, 20%-ի շուրջ, մոտ 20% մինչև։ Եվ աճելու միտումով։ Աճելու միտումով տոկոսով շատ կապված կլինի, թե դրսից ինչքան է Հայաստանը շարունակել ուզենք գնել, որովհետև Հայաստանի ներքին արտադրությունները բնականաբար բոլոր սեգմենտներում չեն, նեղ ուղղություններով են մի քանի։ Դրա համար օրինակ եթե ինչ-որ շատ մեծ գնում դրսից անեն, չգիտեմ, սա inside չի, ընդամենը ենթադրություն։ Օրինակի համար գնում են 1 միլիարդի ռազմական ավիացիայի պայմանագիր է ստորագրվում, ասենք, դա քիչացնի Հայաստանի ներսի պատվերների բայց կուժեղացնի մեր հա, որտեղ նկատի ունեմ, որ ներսում մեկը դա լինելու են դրոններ, չգիտեմ, տարբեր օրինակի համար արկեր, հրետանային այդ տիպի մոտավորապես ինչ-որ էլեկտրոնիկա, բայց դա չի լինելու թնդանոթ կամ տանկ կամ ինքնաթիռ կամ ուղղաթիռ։
Բայց աճի մտումներ ինձ թվում է, որ կան այս պահին հայտնի է, որ մյուս երամյա պայմանագրերը հայտարարվել էր, էլի օֆիցիալ $400 միլիոն են կազմելու։ Դա մեկը շատ մեծ գումարներ են Հայաստանի հենց ընկերությունների համար, որովհետև մինչև 22 թվական կարելի է ասել համարյա որևէ պատվեր չկար տեղական ընկերություններից։ Հիմա շատ կարևոր կլինի, որ այդ երամյան էլ անցնի եւ մեր ընկերությունները կարողանան դրսում աշխատել, արդեն մի քիչ ոտները ամրանա եւ Հայաստանի շուկայից էլ դուրս գան, որովհետեւ Հայաստանի շուկան անվերջ չափ մեկա չունի։